Հակառակորդի ոտնձգություններից հետո դիվերսիոն հետախուզական խմբի ներթափանցման ժամանակ Արմեն Հովհաննիսյանը եւ նրա ընկերները ջոկի անդամները հերոսաբար մարտնչել կռվել են եւ արժանի պատասխանը տվել են հենց այդ պահին հակառակորդը գրելով ծանր կորուստներ մի քանի զոհ եւ նաեւ շուրջ 25 վիրավորներ հետ են շպրտվել մեր դիրքերից ընդ որում այդ խմբերի անդամներ են եղել հակառակորդի հատուկ նախապատրաստված ստորաբաժանումներ եւ հարձակումը իրականացվել է մի քանի խմբերի կազմով շուրջ 3 խմբի կազմով համարժեք պատասխանները մշտապես եղել եւ լինելու են այս պահին մենք պետք է ընդգծենք Արմենի կատարած սխրագործությունը, հերոսությունը եւ դա մեզ պետք է պարտավորեցնի առաջին հերթին լինենք մեր հայրենիքի նկատմամբ նրա սահմանների պաշտպանության նկատմամբ չափազանց պատասխանատու հայրենասիրություն դաստիարակենք մեր զավակներին եւ նաեւ պատասխանատվությամբ մեր գործերի նկատմամբ եւ նաեւ վրեժխնդրությամբ նման դեպքերում բազմակի անգամ հակահարվածներ տալու համար ասեմ ձեզ որ այսօր հայկական զինված ուժերի ստորաբաժանումները եւ անձնակազմը հերոսաբար կատարում են իրենց արժեվ դրված խնդիրները մարտական հերթապահության իրականացմամբ թե Հայաստանի սահմանների թե Արցախի սահմանների պաշտպանության գործում կարծում եմ որ Արմենի օրինակը նաեւ պետք է տարածվի նրանով պետք է ոգեկոչվեն եւ նաեւ տոգորվեն գոտեպնդվեն մեր բոլոր զինվորները ավելի անվտանգ եւ ավելի այսպես հանդուգն կերպով իրականացնելու իրենց արժեվ դրված խնդիրները։ Վերջին օրերին լարվածություն է նկատվում սահմանում պարոն նախարար։ Շուրջ 2 օր է լարվածությունը հասել է իր գագաթնակետին, հակառակորդի կողմից կրակոցները բազմաթիվ են, երբևիցե այս քանակությամբ կրակոցներ չեն եղել, իհարկե հասկանալի է որ մտավախություն կա որ պատասխաններ կլինեն, իսկ պատասխաններ անպայման կլինեն, մենք պահը կգտնենք։ Իսկ ինչով է պայմանավորված այդ ակտիվությունը ձեր կարծիքով հակառակորդի։ Հակառակորդի կողմից ակտիվությունը այն սադրանքներն են, որոնք որ ուղղված են, որպեսզի ասենք միջազգային ասպարեզում այսպես լարվածությունը ցույց տալու համար ուղղված են նրան, որպեսզի նաև մեր բանակցային գործընթացում այսպես շեղումներ իրականացնեն այն հիմնական խնդիրը, որ մենք այսօր կատարում ենք, որպեսզի խաղաղ ճանապարհով եւ նաեւ բանակցային գործընթացում երկխոսության պայմաններում Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը լուծվի, կառուցողական մոտեցում չի ցուցաբերվում նրանց կողմից եւ մշտապես սադրանքները լինում են ադրբեջանցիների կողմից, որքան լինեն այդ սադրանքներին այնքան էլ պատասխան լինեն։